նախորդ կառավարության նիստերից մեկում դուք հարց բարձրացրեցիք Երևանում խցանումների հետ կապված եւ հանձնարարական տրվեցիք կոնկրետ գերատեսչությունների, արդյոք քննարկումներ եղել են այս ընթացքում, հնարավոր ինչ-որ լուծումներ թեկուզ կարճաժամկետ դիտարկվում են։ Կարճաժամկետ ես համարում եմ, որ իրոք իրավիճակը ճգնաժամային է։ Ես դա տեսել եմ եւ տարօրինակ իսկապես տարօրինակա հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը եւ ես հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ստեղծվի։ Արագ միջանկյալ լուծումներ մի պայմաններում, երբ որ ամեն օր մեքենաների թիվը, նախ մենք պետք է գնահատենք ինչն է պատճառը, որովհետեւ այո, միտեղ լուսացույցը կարա անջատվի, միտեղ վթար կարա լինի, միտեղ, բայց մեծ հաշվով պատճառ մեքենաների աննախադեպ ծավալն է Երևան քաղաքում եւ մենք պետք է հասկանանք այդ երևույթի հետ ինչպես վարվենք, երբ հնարավոր է նաեւ դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, բայց մենք պետք է ընտրություն կատարենք կամ յոլա ենք գնում, իհարկե գիտեք ինչ, խնդիրը տեխնիկական կարգավորումների եւ լավարկումների տեղ միշտ էլ կա, բայց հասկանում եք, մեքենաների թիվը նախ ահռելի է եւ երկրորդն է խնդիրն է չի, ինքան ամեն օրվա հետ շատանում է, Մենք մյուս կողմից որոշումներ ենք կայացնում էլեկտրոմոբիլների քվոտաներ ենք սահմանում, արտոնություններ ենք սահմանում, այդ մեքենաների թիվը ավելի է մեծանում։ Եվ պետք է հասկանանք, բան չի, Երևանի կարողությունները փողոցների անսահմանափակ չեն։ Եվ սա իհարկե եւ կարճաժամկետ լուծումները պետք է գտնվեն, երկարաժամկետում էլ պետք է հասկանանք ինչ անենք։